Դու զենքի նկատմամբ ինչ-որ մանկություն էր, տենց հետաքրություն դրա համար այդ ուղղությունը բռնեցիր։ Ուզում ես արդյունքի հասնես, պետք է այդպես մասնագետի մոտ ու ճիշտ ձևով թե սովորացնի։ Ես իմ սխալների վրա հիմա իմ ուսանողներին ճիշտ ձևն եմ սովորացնում։ Ոնց ստացվեց, որ Հայաստանից եկած երիտասարդ, որը զենքի հետ առնչություն նախկինում չունեցել, զինվորական չի եղել, եթե ճիշտ եմ հասկանում, կարողացավ ներգրավի այդ police department-ների հետաքրությունը։ Մինչև այսօր էդի ձրի եմ անում իրանց համար, իրանց չարժ չեմ անում, ճիշտ է։ Խոսքի բանով 1-2-3 արդեն մարդիկ մոտս ոնց որ գալիս են, էլի։ Վերադառնանք Elite K9-ի գրուպին։ Դրա ստեղծման գաղափարը ոնց ծնվեց։ Այսօրվա օրով ապրելով Լոս Անջելեսում եւ մեծ մեգապոլիսներում տենում ես հասարակ փուճուշ ունը քեզի բացի ինքերել ոչի բան չի կարա մատուցի կարելի ասել։ Եվ մեջ ունը քեզ կարա համընկել լինի, համը կարա քեզ մի հատ extra layer of protection լինի ընտանիքիդ համար։ Ողջույն բոլորին, ես Գրիգն եմ եւ այսօրվա իմ հյուրերն են Elite K9 գրուպի եւ Firearms Academy համահիմնադիրներ Ոսկան Ազարյանը եւ Սիմոն Օգանեսյանը։ Ողջույն տղաներ։ Ողջույն։ Շնորհակալություն, որ ժամանակ կարողացաք հատկացնել ու հյուրընկալվել իմ ոդքասթին։ Մի քիչ երկար տևեց ժամանակի մեջ տեղավորվելը թե իմ թե ձեր կողմից, որտեղ անընդհատ զբաղվածության մակարդակը հասկանում եմ ձեր։ Այսօր ես կփորձեմ մեր հայաստանցի հանրությանը ու ոչ միայն հայաստանցի, այլ ամբողջ աշխարհի հայությանը ներկայացնել երկու անձնավորության, որոնց մասին շատ ես անձամբ լսել եմ ու ձեր արած աշխատանքների մասին ու կուզենամ, որ բոլորը իմանան դրա, որտեղ դուք զբաղվում եք մի հետաքրքիր գործունեությամբ, որը որ ասոցիացվում է մարդու եւ կենթանու համադրության հետ։ Սկսենք ումից, սկսենք Ոսկանից։ Ոսկան ջան, մի փոքր խնդրում եմ պատմիր, թե ոնց ստացվեց, որ դու հայտնվեցիր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նախ շնորհակալություն հրավերքի համար։ Մերսի շատ, ոնց որ ասեցիր մի քիչ դժվար էր, բայց փառք Աստծո այսօր ստեղ ենք։ Հարցին պատասխանելու համար 2008 թվականին տեղափոխվեցի Ամերիկա, Հայաստանից։ Պատճառներից մեկը նույն պատճառն է, ինչ որ հազարավոր հայեր, որ տեղափոխվում են, Հայաստանի իրավիճակը այդքան լավ չէր ժամանակին, ստիպեց տեղափոխվել։ Տեղափոխվելուց հետո ուսումը սկսա քոլեջում, հետո համալսարան, դրանից հետո արդեն Իսկ եկել ես միանգամից Կալիֆոռնիա, թե այո, միանգամից ինձ Valley Glen Benais այդ տարածաշրջանում ու տենց էլ միջև այսօր այնտեղ եմ ապրում։ 2008 ընտանիքով, այո։ Քոլեջ, հետո Քոլեջ, համալսարան։ Ինչ մասնագիտություն աշխատանք։ Մասնագիտությունը բիզնես, հետո ծրագրավորման մեջ մի քիչ ոնց որ փորձեցի ինձ, բայց կենթանիները կրակելը ավելի լավ էր մոտ է ստացվում։ Դա sense ասեմ, ու ավելի հաճույքով էի անում։ Դրա համար էլ այդ երկուսը ընտրեցի։ Սիմոն ջան, քո ճանապարհը մի փոքր ավելի տարբերվում է մեր բոլոր հայերից։ Կիսվես։ Այո, շնորհակալություն ավերքի համար։ Ես ծնվել եմ Հայաստան, Երևան։ 98 թվականին ընտանիքիս հետ տեղափոխվել ենք Իսրայել։ Հետո 3 տարի հետո հայրս եւ մայրս որոշում են, որ պետք է մենք սոտեկի հայ մեծանանք, ինչքան հերիայի արում չունենք, եւ ուղարկում են մեզ այդ քույրիկիս հետ միասին հետ Հայաստանը բրոցը ավարտելու եւ 2013 թվականին ես որոշում եմ գամ Ամերիկա, քան որ Իսրայելի վիճակը ոչ միշտ ստաբիլ չի, կռվային պահով, առաջուց բնականաբար Իսրայելից հետո կամ Հայաստանից հետո նենց փոճուր երկրներում ավելի շատ
կոմֆորտ ամեն ինչը։ Այո։ Նայած եթե միտը մեծանում է շրջապատ ընտանիք։ Դուրս չեկավ ճիշտ ասած, բայց սկսվեց Իսրայելում կռիվը նորից։ Երեխու հետ անգամ Skype-ով խոսալու ստենալով այդ ռակետների ձեներից ոնց է մտնում սեղանի տակ, որոշեցի, որ մնամ ստե։ 3 ամիս հետո Երեխու ում նկատում ես։ տղայիս Հա, 2 տարեկան էր։ 3 Ամերիկա լրացել, տեղափոխվեցին, 3 ամիս հետո տեղափոխվեցին ընտանիքս ստեղ եւ տենց մտա կենտրոնական աշխարհի բիզնեսի մեջ, գրումինգի հատկապես այն ժամանակ ու տենց մնացինք Ամերիկա, արկածով արդեն 13 տարի։ ես վստահ եմ դուք, ինչպես բոլոր միգրանտները, անցել եք մի հատ ճանապարհ, ադապտացման ճանապարհը, որ կոչում են Ամերիկայում, ու ունեցել եք դժվարություններ այդ ճանապարհը անցնելուց։ Մենք այսօր տեսնում ենք ձեր հաջողությունը, բայց մենք չգիտենք, թե այդ հաջողության հասնելու համար դուք ինչեր եք հաղթահարել։ Ինչ դժվարության հանդիպեցիք, որ տեղափոխվեցիք Ամերիկա։ Ինձ թվում է ոնց որ բոլորը լեզուն, առաջին իմ համար ամենադժվարը լեզուն էր։ Անգլերեն շատ էի սովորել պարապել Հայաստանում, բայց անգլիական British English-ն էր, բոնկի գիրքը վստահ եմ շատերը հիշում են։ Գրել կարդալս լավ էր, բայց խոսակցականս բան չէ, ընդհանրապես չէի հասկանում ինչ էին այստեղի սլենգով խոսացող ժողովուրդը, էլի ոնց էին։ Այդ ադապտացնելը առաջի 6-7-8 ամիսը կոլեջում շատ դժվար էր։ Մինչև որ արդեն կարողացա խոսակցականս լավացնեմ, լեզուն շատ դժվար է, նաև աշխատանքի մեջ։ Եթե հայկական տեղ ընդունվելու համար խնդիր չի, բայց ամերիկյան լեզու պետք է իմանաս։ So այդ երկու մեծ դժվարությունները աշխատանքը իհարկե բոլորը պետք է աշխատեն, երկրորդն է լեզուն իմ համար։ Իսկ ո՞նց տեղ ունեցավ ձեր հանդիպումը, սկսենք դրանից։ Մեր հանդիպումը սկսվեց իմ տղայից։ Տղաս շատ ասիրում զենքեր, փոքր տարիքից, ես մինչև ինքս չկայի զենքերի մեջ, բայց ինքը փոքր տարիքից զենքեր, խաղալիքներ քանդել, հավաքել, ծննդյան օրը որոշի 4-5 տարի առաջ, չեմ հիշում, մոտ 5 տարի առաջ ոսկան հետ մի անգամ կենթանական պահերով հանդիպել ենք արդեն, որ իմացա իր հիմնական գործը ինչա, ասացի երեխուն նվեր անեմ, ընտանիքին հավաքեմ, այդ երեխու ծնունդը ռեյնջում անենք։ Ու տենց արդեն դարավ 4-5 տարի ծնունդը սկսում է ռեյնջից։ Ռեյնջը դա այդ Կրակելու հրաձգարան, հա։ հրաձգարան։ Okay։ Այո։ Ճիշտ բառը հրաձգարան։ Դու զենքերի նկատմամբ ինչ-որ մանկություն էր, տենց հետաքրություն դրա համար այդ ուղղությունը բռնեցիր, թե ոնց։ Մանկուց հետաքրություն շատ ունեի, բայց ծնողներս բարեկամներս ընդհանրապես հեռու էին, ոչ մեկ զենքի հետ ասենք թե գիտությունների պաշտպանած 15 տարի Մոսկվայում սովորած մգիմով սա դասախոսներ կրակել որս ծուկ բռնել մոտիկ մարդ չուներ որ սովորացնեն սոստե ինքնաուսուցմամբ զբաղվեցի առաջի զենքը առնել է հիշում եմ ինքնաուսուցումը որն է փողոցում հա օրինակ որսը ոնց սկսեցի լայսենսը սարա ես ինձնով օրերով գնացի սարելը Okay այդ ժամանակ էլ հեռախոսման տենց այսքան շատ զարգացած չէր մի խոսքով հետաքրքիր ասում նույնը կրակելը ես ինքս ինձ հետո նոր սկսա արդեն հասկանալ որ չէ եթե ուզում ես արդյունքի հասնես պետք է այդպես մասնագետի մոտ ու ճիշտ ձևով քեզ սովորացնի ես իմ սխալների վրա հիմա իմ ուսանողներին ճիշտ ձևն եմ սովորացնում Նայ Firearms Academy-ն շատ հայտնի է LA-ում, նրանով որ ինքը վարժեցնում է LA-ի ու ոչ միայն LA-ի շատ ոնց ասեմ, ճիշտ ոստիկանության կենտրոնների, հա, ոստիկաններին կրակելու արվեստը։ Ոնց ստացվեց, որ Հայաստանից եկած երիտասարդ, որը
զենքի հետ առնչություն նախկինում չունեցել, զինվորական չի եղել, եթե ճիշտ եմ հասկանում, կարողացավ ներգրավի այդ police department-ների հետաքրությունը։ Ամերիկացիների ուժեղ կողմերից մեկը, քանի որ շատ եմ իրանց հետ շփվում, իրանք կարան իրանց փորձը, իրանց աշխատանքային ստատուսը մի կողմ դնեն ու էլի փորձեն սովորել ոնց որ ասած ինձանից օրինակ իմիգրանտից, չէ։ Ոնց ասեմ որ ճիշտ լինի։ Տեսնելով իմ ունակությունը սովորացնելու ու ոնց եմ ես կարում այդ իրանց մատուցեմ ու մինչև այսօր դա ձրի եմ անում իրանց համար, իրանց չարժ չեմ անում, իշ ճիշտ է։ Խոսքի բանով 1-2-3 արդեն մարդիկ մոտես ոնց որ գալիս են, էլի։ Այսինքն քո ակադեմին ծառայություն է մատուցում police department-ներին անվճար։ Անվճար։ Բա ոնց է կապը։ Իրանց իմ սովորական աշակերտներն են վճարում, բոլոր գները իհարկե վեբսայթի վրա կա, անհատական դասընթացներից աշխատում եմ բնականաբար գումար, բայց police department-ների հետ գումար իրանցից չեմ վերցնում, ասեմ խի։ Կմտածեք, որ police department-ի մարդիկ պետք է արդեն սա ուժեղ իմանան կարակելը ու ունեն իրանց արվեստի մեջ ուժեղ, բայց դա տենց չի, քանի որ գումար դեպարտամենտը գումար չի տալի իրանք որ այդան ուրիշ դասախոսի հետ անցնեն։ Հավելյալ պարապ են, հա։ Այո, իրանք իրենց ջեբից պետք է դնեն։ Հա։ Ու շատերն էլ չեն կարողանում իրենց ջեբից դնել, թե ժամանակի, թե գումարայինի բանով։ Ու որ գալիս են range տեսնում եմ իրանց ունակությունները, տեղ կա շատ ցավալի է, որ մտածում ես իրանք ամեն օր առնչվում են զենքետ ու կրակել չգիտեն կոպիտ ասած։ Ոչ բոլորը, բայց շատերը։ Ոնց որ դա պատճառը, որ իրանց դասերը իրանց գումար չեն վերցնում իրանցից։ Բայց իրանք էլ մյուս կողմը, ասենք թե իրանք էլ ինձ են միշտ օգնում մեզ հիմա շների հետ կապված կամ էլ ուրիշ հարցերում էլ։ Վերադառնանք Elite K9-ին, դրոպին։ Դրա ստեղծման գաղափարը ոնց ծնվեց։ Ստեղծման գաղափարը առաջուց պարզապես արդեն 11 տարի է ես ունեմ իմ խանութս, որը որ կապված է էլի կենթաների, կատուների հետ լողացնել, մասկը դրել, կենթաների աշխարհ ինչ որ պետք է, ուտելիք, հյուրանոց, դեյքեր, սա արդեն կար, բայց հենց ստեղծել պարապմունքի կենտրոնը, ինքս ունեմ համ պուճուր շուն, համ էլ 3 հատ է մեծ շուն։ Այսօրվա օրով ապրելով Լոս Անջելեսում եւ մեծ մեգապոլիսներում տենում ես հասարակ պուճուր շունը քեզի բացի ինկերել ոչի բան չի կարա մատուցի կարելի ասել։ Եվ մեծ շունը քեզ կարա համ ընկել լինի, համ կարա քեզ մի հատ extra layer of protection լինի ընտանիքիդ համար։ Այսի պետքա կինս լսի, որտեղ մենք ուզում ենք շուն վերցնենք, հա փոքրի վրա շեշտը դրած։ Փոքր էլի, ես էլի սկսել եմ փոքրից պուճուր շունիկից, Angel-ը հեսա French Bulldog-ը, հեսա կնի 10 տարեկան, մեր տան թագուինը, ինքն ամենակ տան մեջ ապրում։ Բայց այդ companion-ը, ընկերությունը, սերը որ շունը քեզի տալիս է, այսօր բարև դու ունես արդեն մեծ շուն, պուճուրին երբեք չես վերադառնա։ Եվ այդ extra layer of protection ընտանիքի համար, դա լարտը որ դու քո հետ կարող ես տանես, օրինակ իմ տղան իր շուն ունի, աղջիկս իր շուն ունի, ես ու կինս մեր շուն ունենք։ Բոլորն է protection շներ են։ Դրանից հետո լրիվ ուրիշ է, դուրսն է քայլելուց այդքան էլ չես վախեն, որտեղ դա արդեն մեծ դրություն տա քեզ, ոնց որ գլխանց շունը արդեն իր body language-ով քեզ լիքը բաներ ասում։ Դե կենթանին անանուն շունը լավ ընկերն է մարդու, բայց ցանկացած դեպքում իմ մոտ մի տեսակ չգիտեմ, ես էլ եմ ունեցել շուն շատ կար ժամանակ, հասկի տեսակի։ Վարժեցման խնդիր կար։ Այսինքն այդ վարժեցումը շան լեզուն գտնելը շատ դժվար է։ Իսկ դուք այսօր վարժեցնում եք շներ, որոնք որ ծառայում են ոստիկանությանը, Elite K9 խմբին։ Հիմա դա ոնց անում, ոնց է կընտրում շների տեսակը, որտեղից եք բերում այդ շներին, ոնց է կարողանում այդ շներին ճիշտ դասիրակություն ուղղություն ցույց տալ։ Նորենսը Sure. So շների երբ որ ավելի շատ ժամանակ ես անցկացնում շների հետ, հասկանում ես որ ամենաառաջի բանը դա
որ ամերիկացին ասում են bloodline, արունն է։ Ու Որպես վարժեցնող, օրինակ բերեմ, ուղղակի լսողների համար երկու հատ գերմանական ավճար կարող են վարժեցնել, մեկը ելնելով ամենաբարձր արուն ունեցող շուն, այսինքն իր ծնողները ինչ որ մի բանի են հասել Եվրոպայում, ճանաչված չեն, մեկն էլ լինելով Craigslist-ից առած գերմանական ավճարկը։ Որպես վարժեցնող նույն տրեյնինգը հասկացնելով մի շունը գալու է մի պահ, որ այս շունը կանգնելու է, դու չես կարողանալու իր այդ անես գործողություն ավել բան, քանի որ ինքը իր արյան մեջ չունի այդ պոտենցիալը։ Իսկ դա մեծ նշանակություն է, հա։ Ամենաառաջի նշանակությունը է դա։ So, էդի հեսա վերադառնամ առաջի կոթված հարցին, երբ որ շունը իրացանողները, պապը, տատը, սա բարձր կարգի արյունից են գալիս, պոտենցիալը ահավոր է։ Ինչ ուզես կարաս անես այդ շան հետ։ Հակառակ դեպքում լիմիտավորված ես։ So առաջինը մենք ման են գալիս շները բարձր մակարդակի շներ Եվրոպայից, քանի որ Ամերիկայում ոնց որ սաղ հասկանում ենք, այդտեղ գումարի համար մարդիկ չեն նայում իմ եք շունը, քո ողջ շունը լավն է, վատն է, ուղղակի զույգում են իրար հետ, որպեսզի ծախեն փող աշխատեն, բայց դա ինչն է բրիդերների մասին է։ Բրիդերները փչացնում են bloodline-ը։ Որ նայես ամերիկական գերմանական ավճարկան, ամերիկական ռոթվելերը, ամերիկական դոբերմանը շատ ավելի վատ են, քան նույնը դիմ ասած ցեղատեսակները Եվրոպայից, գերմանականները։ Նրանք ավելի առողջ են, Հուսերեն ասած պարոդիստի, հա։ պարոդիստի, հա։ Շատ մեծ տարբերություն է։ Այո, առաջին սկսում է դրանից։ Եթե մենք Եվրոպայից գտնում ենք ճիշտ շունը, բերում ենք Ամերիկա, տրեյն ենք անում, նայած ինչի համար, օրինակ պոլիս դեպարտամենտները 1 տարեկանից շուտ չեն վեկանում, so պետք է շունը լինի 1 տարեկան։ Պարապացնում ենք մինչև 1 տարեկան, նայած ինչ են ուզում։ Եթե ուզում են, որ շունը լինի apprehension, այսինքն կծելու շուն, protection, հետ ենք պարապացնում, եթե ուզում են լինի sniffing dog, այսինքն հոտավրության շուն, որ գտնի կամ թամրան նյութեր կամ էլ բայցուցիկ բաներ։ Հետո 1 տարեկանում իրանք առնում են այդ մեծ շունը։ Մեզնից էլի կոնտրակտ են կազմում, պահում ենք տրեյնինգ անում չէ 1 տարեկան, 1 տարեկանից հետո իհարկե իրանք արդեն իրանք տրեյնինգը ուրիշ է, police department-ները առանձին տրեյնինգ են նաև անցնում, որը որ տեմա 6-ից 8 ամիս։ Այդ է ուզում ասեմ, ամեն տնես ընդհատում, ամեն շուն գծվում է ինչ-որ մի անձի, խոսում ենք police department-ի մասին։ Հիմա դուք վարժեցիք մինչև 1 տարեկան, տվեցիք այդ հրահանգների ցանկը, որ շունը գիտի։ Բայց հետո ոնց է ինքը ընտելանում այդ անձին։ Այո, great question, չէ՞, շատ լավ հարց տվեցիք։ Ուրեմն մենք վարժեցման ժամանակ մենք չենք բանդ չենք շան հետ մենք չենք կապում մեզ։ Այսինքն ոնց որ ես իմ ընտանեկան իմ անձնական շան հետ եմ ես վարվում, նույնիսկ այդ տրեյնինգի շան հետ չեմ վարվում։ Իրանք դուրս են գալի իրանց սենյակից, տրեյն են ելնում, հետ են գնում իրանց սենյակ, դուրս են գալի տրեյն ելնում։ So այդ շունը ինքը բացա, ինքը կարա կապնվի քո հետ մի շաբաթվա ընթացքում, ինքը կարա կապնվի Սիմոնի հետ, երբ որ եկավ քեզ մոտ էլի, որ ասում են շան հավատարմություն հենց տեղից է գալի, որտեվ Այդ ինչ գիտի էլի, որ իր համար տարբերություն չկա, դրա համար են ասում ամերիկացիք unconditional love, շունը անփոխադարձ սեր է տալի, չէ՞, այսօր որ նայես լիքը մարդիկ ստեղ շուներին այդմեն ворթեգրում են, չէ՞, բան էս շելդերներից է։ Այդ շները, որ հասել են շելտեր, ինչ որ մի տրավմայի մեջով անցել են։ Այո։ Այդ շունը տրավմայի մեջով անցած, եթե ես կարամ ворթեգրեմ, բերեմ տուն ու ինքը ինձ ընդունի որպես բան, դեր, ուրեմն well դա հարց չկա, էլի մեր վերած շները, որոնք որ փոքրից մենք ենք մեծացրել, տրավմա չեն ունեցել, հանգիստ կընտելանան։ Այդ նույն police officer-ը կամ մեր բարագայում personal protection շները, որ ծախում ենք ընտանիքների հետ։ Առաջի հարցը դա որ մեզ հարցնում են, ասում են ոնց անտենալու մեր ընտանիքի երեխաների հետ, շատ հանգիստ։ Իհարկե ձևեր կա ոնց պետք է անենք, բայց մաքսիմում 1 ամիս է տևում այդ տելացման process-ը։
Իսկ որն է ամենամեծ սխալը, որ տերերը սովորաբար անում են, ունենալով ենթադրում եմ, որ այդ շները, որոնց դուք բերում եք դրսից, հա, որոնք որ պարոդիստի են, իրանք բավականին թանկ շներ են։ Այո։ Չեն կարող լինել սովորական շների արժեքների ու ցանկացած տեր ինչ որ սխալներ է գործում ի սկզբանե, որն է ամենա տարածված սխալը, որ տերերը անում են, ասենք, ինչ պետք է չանեն ձեր փորձից ելնելով։ Իմ կարծիքով, երբ որ արդեն շունը պարապած, արդեն գալիս ոնց որ պատրաստի, իրանց ընտանիքի շունագալի բոնդը արդեն ամեն ինչ իրար հետ ոնց որ թե ընկերացել ընտանիքի անդամադառ է, չեն զբաղվում այդ շան հետ, եւ դա շատ հաճախ է լինում։ Այդ իր foundation ամեն ինչը կա, բայց այդ շունը նույն ոնց որ դառնաս, չգիտեմ, բոքսերի չեմպիոն, title-ը ստանաս եւ երբեք չպարապեսել։ Գնաս էլի մրցունի մասնակցես, նույնը չի լինելու։ So մարդիկ առնում են պարզապես շներից ասում են 40, 50, 60 հազար դոլար պարապած շան համար, բայց չեն զբաղվում։ Դառնում է շունը փետ։ Նույն ընտանիքի այդ շան հետ միշտ պետքա զբաղվել, չեմ ասում ժամերով, օրը 15 րոպե էլ պետքա զբաղվել, գոնե ամիսն էլ մի քանի անգամ տանել group session-ի, օրինակ bite night-եր մենք ունենք, որ հավաքում ենք բոլոր այդ շներին, մեր վարժացած, մեր բերած import արած եւ bite night ենք անում, որ իրանք այդ մեխանիկան ճիշտ ձևի վարվելը under pressure չմոռանան։ Դա այն ամենա comment կարելի ասել անգլերեն բառով, սխալն է, որ հաճախորդներն են, բայց հասկանալով, որ մարդիկ ստե բոլորը busy են, շատ մարդիկ որ կարող իրանց թուլ տալ տենց կենթանիներ, մոռանում են, որ պետք է այդ ժամանակն մեծ ինվեստիցիա է, ճիշտ ինվեստիցիա է, բայց պետք է զբաղվես հետը։ Վերադառնանք ինքնապաշտպանությանը, օրինակ ինքնապաշտպանության աշխարհում, զենքերի աշխարհում բավականին շատ են զենքերի տեսակները ու առաջարկները։ Ամերիկայում հայտնիներից Glock-ն է, եթե չեմ սխալվում, բայց որն է մարդուն իրականում պետք տան պաշտպանության համար ունենալ, որ տեսակի զենքն է ամենաճիշտը կիրառել, որ ինքը առաջին իրան վնաս չի տալ, ասենց ասեմ։ Մի հատ խոսք կա շատ հայտնի, ասում էր ապս էր ասում էր զենքը եթե սխալ օգտագործես քո դեմ կհրվի ու ավելորդ քեզ ինքնավստահություն է տալիս զենքը։ Այո։ Հիմա դուք որ չասեմ մարկանց տրեյն եք անում, ոնց ճիշտ կրակել, բացի այդ դուք սովորեցնում եք այդ զենքի հետ ոնց վարվել, բացի կրակել։ Միանշանակ։ Որ այդ ավելորդ ինքնավստահությունը մարդկանց մոտ չանսն են սահմանը, որ սա ինքնապաշտպանություն է, այլ ոչ թե վստահությունա հարցակման, ասենց ասեմ։ Այո։ Ինչն է ձեր խորհուրդը այդ գծում։ So օրինակ, այդ հարցը ուսանողներն են ինձ տալի, ասենք թե ունեմ ատրճանակ, ունեմ որսորդական հրացան, 5 տեսակ զենք ունեմ տանը, որը խորհուրդ կտաս ինքնապաշտպանության համար։ Իմ հարցը սա է, որի հետ ես դու ավելի շատ ժամանակ դրե օգտագործե, որտեղ շատերը զենքը առնում են, դնում են սեյֆի մեջ, ու կյանքում ոչ է կրակում են, բայց ինչն է ցավալին, այդ միֆը, որ եթե ես զենքը առել եմ, արդեն ես օգտագործելու ձևը գիտեմ։ Այդ չասեմ անվտանգ օգտագործելու ձևը։ Դա ամենասխալ բանն է։ Մարդիկ գիտեն զենք ունեն, ուրեմն որ ժամանակը գա, ասված չան մեկ իրանց տունը մտավ գիշերո ժամը 4-ին, իրանք ելնելու են ավտոմատ այդ զենքը իմանան ոնց օգտագործեն։ Դա ամենա իմ փորձից ամենասխալ բանն է։ Սոյս իրանց ասեմ, որ զենքի հետ ավելի շատ ժամ դրե, եթե ատրճանակն է ձեր առաջի զենքը, որի հետ շատ ժամանակ եք դրե պարապելու, այդ էլ պետք է օգտագործեք։ Ինչ վերաբերվում է դասին, որ գալիս են 90%-ը համարյա, ոնց որ դու ասացիր, իրանց ինքնավստահ չեն զգում զենքի հետ վարվելու, այդ էլ պատճառն է դասը վերցնելու, բայց ինքնավստահությունը գալիս է առաջինը ճիշտ օրենքները, safety անվտանգության օրենքները բացատրելուց ու առաջի 1 ժամը դասի մենք օրինակի մոտ մենք կրակել չենք կրակում։ Մենակ 1 ժամ խոսում ենք անվտանգությունից, ոնց զենքը պետք է սեղանից վերցնես օրինակի համար։ Առաջի բանը մարդիկ վերցնում են զենքը մատը trigger-ի վրա։ Այդ ասենք թե պահոմա
Քո որ ասում հեսա զենքը ես sense եմ վերցնում օրինակ ես տեսել եմ հոլիվուդյան կինոների մեջ ու ճիշտ են ասում կինոների մեջ տենց է բայց իրականում տենց չի ամենաշատ ակսիդենտը լինում է տանը 84% եթե չեմ սխալվում FBI ստատիստիկայով երբ որ մարդը տունը զենքը մաքրելուց ինքը իր զենքը մաքրելուց իրան վնասում ինքը իրան կրակում է այո դա գալիս է նրանից զուտ ուղակի օրենքները չիմանալուց 4 օրենք գոյություն ունի դա անվտանգության եթե մարդիկ այդ 4 օրենքը հետևեն կյանքում ոչ մեկի չի վնասի ուզեսել չես կարող վնասես էլի ցավալին է նա ես Հայաստանում շատ հիմա եմ առողջություն ունենում միջև այսօր այնտեղ չեն սովորացնում այդ օրենքները թեկուզ ցավալիա բայց թեկուզ բանակում նաև դեպքեր ես լսում զինվորները մեկը մեկին վնասում են որտեղ այդ տարական օրենքները չեն հետևում Իսկ երբևիցե փորձել եք այ Հայաստան վերադառնանք երբևիցե փորձել եք կապ հաստատեք Հայաստանի հետ առաջարկեք ձեր ծառայությունները որպես մասնագիտացած ընկերություն եւ փորձ ունեցող տրեյներներ 2 տարի առաջ երբ որ Հայաստան փոփոխություն եղավ ոչ որ միլիցիայի նոր ոստիկանություն եկավ իրանք գլոկ տեսակի բանի ատրճանակներից առան ինչ ճիշտ է այո ես անգերուն եմ որ ծառայեմ այնտեղ առաջարկեցի օգնությունս էլի անվճար առանց որ շի բանի միակ բանը ոսակցություն ոնց որ դուք իրանոց վերցնեք կամ ուտեղ որ ուզում եք ես մնամ կամ անեմ բայց մերժեցին առաջարկը աչուզեցին արձագանք չէ արձագանք եղավ ասեցին կարիքը չկա այդ տրեյնինգի էլի հիմա թե ինչն է պատճառը բայց չուզեցին իսկ հա ճիշտ մոռացու միջոցով չեք հնարավոր է ամեն ինչ հնարավոր է Այսինքն ցանկությունը կա անվճար մարդկանց սովորեցնելու ճիշտ զենքից օգտվելու, ինչպես նաև վարժեսած շներին, որտեղ Հայաստանում էլ դրա անհրաժեշտությունը կա, վարժեսած շներին նույն ձեր փորձը փոխանցելու, ոնց կարողանան ղեկավարել եւ նույնիսկ bloodline-ը մեր bloodline-ը ենք առաջ աստված ուզում Հայաստան տանենք, որտեղ մենք մեր շներին էլ ենք զույգում, որոնք որ կարելի ասել ապոպապին ենք ճանաչում այդ շներին մեծ սիրով եթե կապը հաստատենք անգամ ուզում ենք նվեր տանք department-ին որ իրանք ունենան bloodline-ը բնականաբար հույսով եմ այս podcast-ը կնայեն այնպես մարդիկ որոնք հետաքրքրված կլինեն ու կապ կհաստատեն ձեր նման լավ փորձ ունեցող մարդկանց հետ իհարկե փորձի փոխանակումը ամենակարևոր հանգամանքներից մեկն է ու ես գիտեմ որ մենք խոսեցինք միջև podcast-ը դուք շահագրգռված եք ձեր փորձը ձեր ինվեստիցիան անել Հայաստանում լինելով հայ մարդ լինելով հայազգի որդի լավ հարցս ուզում եմ մի փոքր sense ինտրիգային տամ ես լինելով հասարակ քաղաքացի որը որ չի տիրապետում ոչ զենքին ոչ շան վարժեսմանը ինքնապաշտպանության համար տան որն է ավելի ճիշտ զենքը պահել թե ինքնապաշտպանության շուն ունենալ կարծիքով երկուսը շունը պետք է գնա առաջին որպես օրինակ բանակի կարգավիճակով կամ միլիցիայի կարգավիճակով առաջինը շանն են իրանք օգտագործում որպես պաշտպան հետո իրանք հետ տիրապետող սիտուացիան engage են անում այդ սիտուացիային so շունը պետք է լինի առաջի layer-ը protection-ի լավ այդ դեպքում հարցս երկրորդ մասը այսօր շատ հայտնի են ռոբոտ շները այդ համադրությունը իրական շան եւ ռոբոտ շան, որտեվ ես գիտեմ police department-ներում Ամերիկայում ու վերջերս տեսա մեր Հայաստանի բանակի զորահանդեսը ներկայացել են ռոբոտ շների։ Չգիտեմ որտեղից էին ներմուծել ռոբոտ շներին, էական չի լավ։ Որն է ավելի ճիշտ։ Կիրառման մեջ։ Դուք որպես մասնագետ հետաքրքիր փաստ կա, մարդիկ կան ինտերնետով Google անեն, տեսնեն դա։ Ամերիկան մոտավորապես 2 թե 3 տարի առաջ Պաշտպանության նախարարությունը Ամերիկայի մոտ $380 միլիոն փողացախս է, որպեսզի փոխարինի շանը։ Իրական շանը, ռոբոտ շանը։ Ու այդ կան փոխծախսելուց հետո եկել են դեզրակացության, որ իրան սարքած ռոբոտները ոչ բան չի կարող փոխարինել շանը։ Նույն ասենք թե նարկոտիկի
որ ռոբոտը գալիս է ինչ որ մի հատ բան սպիտակ փոշի է դրած ինքը ուզում է տեսնի այդ ինչա չէ այդ ռոբոտը պետք է իր պրոգրամը update անեն ամեն օր ասենք թե նոր մի հատ ինչ որ տեսակի մի բան է փողոցում միջև update անեն միջև այդ ռոբոտը գնում է կանգնում է շունը այդ ամեն ինչը ավելի արագ անում ավելի լավ անում շանք քիթը ու իր զգայարանները ավելի լավ են քան սենսորները ու վերջը պետության վրա ավելի շատ ավելի մաչելի է նայում շուն վարժեցնելը քան թե մեծ միլիոնավոր դոլարանոց ռոբոտ շունը սարքելը So միջև իմ իմանալով միջև 2 տարի առաջ տենց էր որ շանը չեն կարող իրանք փոխարինեն դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է Ձեր երկու բիզնեսները հիմնականում հիմնված են բարձր որակի վրա։ Դուք փորձում եք առավելագույն բարձր որակով ներկայանալ ձեր հաճախորդներին, ձեր սպառողներին։ Ինչպես է զարգանում բիզնեսը, երբ հնարավոր չէ մասսայական արտադրել կատարյալ պաշտպան շուն, որտեղ շունը անհատական, ոնց որ նշեցիք, անհատական վարժեցում է հանում։ Ինչպես է զարգանում բիզնեսը դրա։ Խանգարում է, չի խանգարում։ Որպես կարծիքով բացի, եթե ճիշտ եմ հարցը հասկանում, բացի այդ սերվիսը, որ մենք մատուցում ենք, դրա հետ էլ միասին հասարակ տան կենթանել ենք մենք կարելի ասել բաժանելու նույն այդ, չգիտեմ, նույն ասած Husky, Maltese, French Bulldog, այդ սերվիսներն ենք մենք մատուցում մարդկանց։ Մարդ ունի խնդիր օրինակ շանը չի կարող մանգա, շունը հարձակում օրի շունիկների վրա կամ տունը չեն կարող վարժացնել, որ հույրագալի խելոք իրան չպայի վանդակ են դնում, պատժում են, մենք հասարակ կենթաներ ենք վարժացնում։ Basic obedience, любой пароди, любой տարիքի։ So, եթե ճիշտ հարցը հասկացա, դա էլ է մեր հիմնական գործերից մեկը։ Ասածս նրանում է, որ այդ մասսայական վարժեցումը, այսինքն քանակային խանգարում է որակի վրա, թե չէ։ Ծավալների առումով։ Ծավալի առումով օրինակ մենք տեղ կա որ կարանք շատ շուն վերցնենք բայց թե obedience-ի սովորական պարապմունքի լիմիտ ունենք մեր մոտ ամիսը չեն գերազանցում այդ թիվը որպեսզի որակ մատակարարենք նույնն էլ personal protection շուներն են տարին ասենք թե 4-ից 5 հատ շուն ենք վաճառում, կարանք ավելանենք, բայց ժամանակ կխանգարի պահպանում եք։ Այո, որակը ամենակարևորը։ Քիչ որպեսզի պահենք որակ։ Նամանավանդ personal protection-ների մեջ է մասսայական բիզնես չես կարող անես։ Շատ լավ։ Մի փոքր sense հարցս ավելի ապագայի հետ կապված 10 տարի անց ոնց եք տեսնում ձեր ընկերությունը Elite K9-ը եւ Zenki, հա? Ընկերությունը ինչ ձեր գոլը ինչն է 10 տարի անց ինչին եք ուզում ձգտեք Ունենանք ranch, որտեղ որ մեր շներն ենք զույգում range մեջը, որտեղ որ կարանք մենք մեր լավ ժամանակ անցկացնենք եւ ինտեգրացնենք այն նահանգները, որոնք որ այսօրվա օրով ցավոք այդ հնարավորությունը չկա, մարդիկ ուրիշ նահանգներից մենք պետք է տանենք, բայց բերենք իրանց մեր մոտ արդեն որ մնալու տեղերով ամեն ինչով երկու բիզնեսը իրար հետ արդեն կենթաների հետ եւ Օսկանի զենքերի հետ ինտեգրացնենք բայց պետք է ունենանք մեր արդեն հողը տարածքը ամեն ինչով իսկ նոր սկսվող մարկանց ովքեր ուզում են զբաղվել նմանատիպ բիզնեսով ինչ խորհուրդ կտեք practice կան փորձեն չգիտեմ ընդունվեն աշխատանքի եւ են բարձ ասեմ են կեղտ մաքրելուց պետք է սկսեն եւ ինչքան կարնան ավել նոր դասեր վեկալեն ամենակարևորը դա ինչքան զարգանաս մենք էլ տեղ ունենք մենք էլ ենք դասեր ավել նոր վեկալում այս գործի մեջ նա կենթանական աշխարհի մեջ unlimited է քո զարգանալը բարի մի քանի հատ բլից հարց տամ ցես փորձենք բլից պատասխան ստանալ օրինակ ոսկան հրազենի մեջ փողի ամենամեծ վատնումը դա ինչն է տարբեր աքսեսուարներ զենքի հետ կապված առնելու
զենքի վրա ծախսելու, ներկելու, ամեն ինչի վրա փող ծախսելու բացի պարապմունքից։ Երբ որ կարես այդ նույն փողը տաս մի հատ մասնագետի ու քեզ ինքը 10 անգամ ավելի լավ կրակող սարքի, քան թե $10,000 ծախսես մի հատ հատուկ ինչ-որ custom հրազենի վրա։ Նա Սիմոն, շունը միայն այնքանով է լավ, որքանով իր ու շարունակի։ Իր ինչը։ Իր bloodline-ն է։ Հետաքրքիր է։ Եթե օրական ունեք ընտրենք 5 րոպե, ինչի վրա կծախսեք մարզելու համար։ Թե զենքի, թե շան։ Ինչի վրա ավելի շատ շեշտը կդնեք։ Հարց երկուսը դա։ Որը նաև խորհուրդ է։ Զենքի պավ գիտեմ, Երկուսն էլ պետք է ժամը զարկես։ Երկուսն էլ 5 րոպե։ Բայց ինչի վրա կենտրոնանաս։ Զենքի պավ ինչի վրա, շան պավ ինչի վրա։ Հասկացա։ Okay։ շամպավով շատը կասի obedience, որտեվ balance obedience-ը եւ այդ protection-ը շատ կարևոր է պահել, obedience-ը ամենակարևորն է։ Նստի, պարկի, դուրս exposure դգոն այդ 5-10 րոպեն շանատ այդ bond-ը դուրսը պետք է անես։ Ոչ միայն իր safe տարածքում, այլ դուրսը շատ կարևոր է։ Կրակել եք ասեի fundamentals, այսինքն բազան, ու անգլերեն dry fire ենք ասում դրան։ Ամեն ինչ որ դու կարաս անես հրաձգարանում, դու կարաս անես տանը, միակ տարբերությամբ առանց կրակելու։ Այսինքն ոնց է զենքը բռնում, ոնց է նշան բռնում, ոնց է շարժվում, ոնց է զենքը մաքրում, եթե ամեն ինչ որ դու կարաս անես ընդ բացի կուրոկը քաշելուց, կարաս անես տանը, dry fire։ Օրը 5-ից 10 րոպե եթե ամեն օր դրա վրա ծախսես, մի շաբաթ հետո եթե սփրենջ, տարբերությունը շատ մեծ է լինելու։ So, էդի անվճար է, կարիքը չկա ոչ մի կոպեկ ծախսել, դու սենյակիդ մեջ կարաս էդի բան անես, բարապես, dry fire անես։ Բարի։ Շնորհակալություն շատ ձեր ժամանակը հատկացնելու համար ու նմանատիպ հետաքրքիր podcast ունեցանք միասին եւ անգլերենից թարգմանեցի, հասկացաք, չէ՞, ունեցանք միասին, անցկացրեցինք միասին, ես եմ սկսել արդեն նման ձևով խոսել։ Ու կարծում եմ մարդկանց, ովքեր որ գրեթե շատերը ունեն նման խնդիր իմանալու թե զենքի, թե շան հետ կապված, հարարված կզգան այսօրվա մեր podcast-ից։ Ես իմ podcast-ի վերջում միշտ փորձում եմ իմ հյուրերին նվիրել մի բան, որը որ ասոցացվում է նրանց հետ, բայց ձեր պարագայում ոնց որ ասացի սկզբից չկարողացա ճիշտ գտնել ու փորձեցի հասկացա որ դուք նաև սիգարի սիրահարներ եք ու ուզում եմ նվիրեմ ձեզ սիգարներ այսօր։ Շնորհակալություն։ Սա սիգարներ, որոնց առօրյայում գործի։ Մերսի շնորհակալություն։ Ինչպես անգլերենում են ասում, enjoy արեք։ Thank you։ Շատ իրավերքի համար։ Այո։ Ձեզ Մերսի։ Եթե ինչ-որ հարցով կարող եմ ձեզ օգնել, թե կրակելու, թե շան հարցով, մեսաջիկով։ Անպայման։ Շնորհակալություն։ Մերսի։ Շնորհակալություն։ Այսօր իմ հյուրերն են Elite K9 գրուպի եւ Firearms Academy-ի համահիմնադիրներ Ոսկան Ազարյանը եւ Սիմոն Օգանեսյանը։ Մնացեք ուժեղ, մնացեք հայ։